Պարոն Գասպարյան, ինչքան ժամանակ է ձեր ձեռնարկությունը, աշխատում եք, քանի աշխատող ունեք, ինչ խնդիրներ ունեք, ինչից եք սկսել, ուր եք հասել հիմա։ Ճիշտ ասած 18 թվից սկսեցինք վերանորոգել, հաշվենք 18 թվի վերջ արդեն արտադրանք կուտայինք, հիմնական գաղափարը գործանը, քանի որ ավանդույթներ կար գործանը գոյություն ուներ, ճիշտ ասած ափսոսում ենք գործանը ավերագի էր վերածված։ Ես իմ գործընկերոջ հետ Վարդան Սրմակեշը շվեյցարահայ որոշեցինք կազմակերպել նորից տեքստիլի հիմնական ֆունդամենտալ թելից սկսենք, թել արտադրենք, որպես սկսված մեր գործունեությունը։ Հիմնական խնդիրները այսօր ճիշտ ասած կապված է ճանապարհի հետ, Լարսը երկրաժամանակ սպասում է մեքենաները, քանի որ հիմնականում արտահանում ենք Իվանովո, այս վերջերս սկսեցինք Ուզբեկստան արտահանել, զարմանալի է հիմնականում Ուզբեկստանից կբերեն, բայց մենք կարողացանք Ուզբեկստան արտահանել։ Մյուս գլխավոր խնդիրը երևի աշխատուժի բացակայությունն է, մեծ խնդիր է։ Այսօր Հայաստանը ամենամեծ խնդիրը ոչ թե աշխատատեղ ստեղծելն է, այլ աշխատող գտնելն է։ Շատ շատերը այդ հարցին բախվում են։ Իսկ ինչն է պատճառը, պարոն Գասպարյան, աշխատավարձն է ցածր, չկան այդ մասնագետները։ Ես հիմնական ամենամեծ խնդիրը գլոբալ էր այդ տեղի ունեցած էմիգրացիան, երբ որ մեծ մասը արտագաղթեցին Հայաստանից, այդ 30 տարվա պատերազմի վտանգը, այդ տնտեսական ոչ բարվոք մրցակցային իրավիճակը բերեց հասցրեց արտագաղթի եւ այն մարդիկ, որոնք այսօր պետք է լինեին Հայաստանում աշխատող ուժը, հիմնականում ծնվեցին Կրասնոդարում, Մոսկվայում, Ամերիկայում եւ մեծ հսկական տարբերություն կա աշխատող ուժի եւ թոշակառուների թիվը հավասարված, այսինքն դարձանք ծերացող ազգ պետություն։ Հիմնական խնդիրը սա էր իմ կարծիքով, ոչ թե աշխատավարձին, այսինքն աշխատող ուժն է քիչ եւ Սպահի դրությամբ քանի աշխատող ունեք դուք։ Մենք այս մանրալիքի գործարանը մեր կոնկրետ այս գործարանի մեջ մոտ 40-50 աշխատող սեզոնից կախված, քանի որ ինքը սեզոն մարդկանց սորվեցնենք, բերենք աշխատելու, բայց երբ ամառային աշխատանքները կսկսվի կամ աշունը բերքահավաքը կամ գարունը այդ այգեգործական, այդ մարդիկ կերտան։ Հիմնականում ծմերը մեր մոտ ավելի հեշտ է աշխատող գտնելը, այն եղանակի երբ որ բանը, բայց հուսով ենք էլի այս մեր գործանում մեկ էլ բանը հենց կապված ճանապարհի հետ, քանի որ ճանապարհը շատ մեծ ազդեցություն ունի արտահանման շուկաների հետ կապված խնդիրներ կունենայինք, ժամանակին չենք հասցնի, բողոքներ շատ էր։ Հիմա երևի հեշտանա մեր գործը այս Տրամպի ուղի, եթե գործարկվի այդ ճանապարհի հարցերը լուծվի, իմ կարծիքով մենք ավելի մեծ շանս կունենանք։ Նկատի ունեք այլ շուկաների հետ համագործակցություն կարող եք սկսել, մինչև հիմա ինչ շուկաների հետ եք համագործակցում։ Ըստ անցած տարվանից մենք հիմնականում ռուսական շուկաներ, տեղի շուկաներ, Ուկրաինա մենք աշխատում ենք Ուկրաինայի պատերազմներից, այդ հարցը շատ հետ գնացինք, որովհետև շատ լավ աշխատում էինք Ուկրաինայի հետ։ Հիմա անցած տարվա վերջից, այս տարվա սկզբից մենք Ուկրաինայի հետ սկսեցինք աշխատել։ Զարմանալի բան է, Ուկրաինայից հիմնականում թել կբերեն, մենք
Ուկրաինային սկսեցինք թել վաճառել։ Իմ կարծիքով ամեն նոր առիթ է նոր ճանապարհ պետք է հարթես, բացես, հիմնականում եթե կարողանանք Եվրոպա դուրս գանք, շատ լավ կյանք։ Այսինքն այդ ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարող է հնարավորություն դարձնել։ Անշուշտ, ամեն մի ճգնաժամ մոբիլիզացիան է մարդու ուժերը նոր ճանապարհ հարթելու, նոր ճանապարհ գտնելու, բայց կարծեմ հիմա մենք ինչ-որ տեղ ավելի ճիշտ ճանապարհին ենք, ավելի տնտեսական աճը երևում է, ավելի աշխուժացել են մարդիկ, եթե նայես Գյումրին մի քանի տարի առաջ ժամ 6-ից հետո մենակ երևի շներն էին հրաբարակի, այսօր դե ժամը 10-11 Դուք այդպես եք պայմանավորում տնտեսական աճը։ Իհարկե հայտնի է։ Բայց նաև մեր արտաքին պարտքն է ավելացել։ Սրա մասին Իմ կարծիքով արտաքին պարտքը ինքը հարաբերական է, արտաքին պարտքը ավելացել է, բայց արտաքին պարտքի հետ մեր ունեցած հնարավորությունները, մեր ունեցած մեր արժեքն է շատ բարձրացել։ Մեր տների, շենքերի այդ ծախսը, որը կատարվել է շինարարության վրա, ինքը թանկացրել է մեր ունեցվածքը, մեր գործարանները, մեզնով հետաքրքրվողներն է, մեզ հետաքրքրվողներն են շատացել։ Չեմ կարծել, ինքը այսօր քանի որ մենք պատկերացրեք, մեր բյուջեն քանի անգամ է կրկնապատկվել է, կարծեմ ավելին է կրկնապատկելուց։ Ինքը մտածելու բան չէ, քանի որ շարժ կա, կաշխատենք, եւ այդ արտաքին պարտքը պես մահացու չէ, Ամերիկա պես երկիրը հսկական արտաքին պարտք ունի, զարգացած երկիրը։ Չեմ կարծել, ժողովրդին պետք չէ վախեցնել, աշխատանքը հետ կբերի այդ ամեն ինչը։ Ունենք հսկական ռազմական ծախսերին, ով է պատկերացրել 3 միլիարդ դոլարի Հնդկաստանից զենք անել, ում մտքով կանցներ։ Բայց լսել եք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ասել է պետք է հնարավորինս կրճատենք ռազմական ծախսերը։ Վստահ եմ լսել եք այդ հայտարարությունը։ Ես այդ իմ կարծիքով բազավորվենք ինչ որ մի նախնական ազակ ունենանք ինքնապաշտպանվելու համար, ես ճիշտ ասած չեմ լսել ռազմական ծախսերը կրճատելու մասին, որովհետև այս արդեն մենք Հնդկաստանի հետ կապ ունենք, բայց որ կարող եմ հարցազրույցից հետո հատուկ ձեզ համար միացնել նայեք։ Չէ, կարող է մարդիկ ավելին գիտեն, քան մենք սովորական մականացու ենք, մարդիկ գիտեն, հիմի այս րոպեին, երբ որ մենք այդ զինակոչային տարիքը կրճատենք, ռեալ մենք ապահովված ենք, չեմ կարծել թե հենց այնպես մենք կրճատենք, որովհետև նախորդ անգամ կարծեմ էլի ձեզ հետ խոսալուց այդ Նեսո Փելոսին գալուց հետո այն ամերիկյան կոնգրեսմենը դուրս հետո զոչի եղա Հայաստանում։ Այսինքն կարևոր չէ, երբ որ մարդը քեզ հետ ինչ որ ստրատեգիական պարտներ է, այդ մարդը կնա խոստումը չկատարի, բայց մեկ հզոր ուժ, որի միայն տարիքով այդ կնոջ կոնգրեսմենի այցը կամ իր ներկայությունը դատարեցրեց ամբողջ այդ զոհեր չենք ունեցել իրականում։ Սա մեծ կարևոր նշանակություն է, թե ժողովրդական խոսքով լեզվով ասած նայած ով է քավորը, էլի։ Մենք այսօր իմ կարծիքով ավելի լավ վիճակի մեջ ենք, քան մինչև պատերազմը։ Պարոն Գասպարյան, նաև գիտեք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցն է օրակարգում, ռեալ քայլեր կան դրան ուղղված, գոնե հայկական կողմից տեսնում ենք այդ շահագրգռվածությունը, սա ինչ է կարծում, ինչ հնարավորություններ կարող է Հայաստանի համար ստեղծել, ինչպես է պատկերացնում թուրքերի հետ այդ
առևտրաշրջանառությունը, այդ առևտրային հարաբերությունները, շփումները, արդյոք աշխատել եք թուրքերի հետ, ունեք այդպիսի պրակտիկա իրենց հետ աշխատելու։ Իմ կարծիքով մենակ մենք շատ երկար ժամանակ աշխատել ենք Կարաման Մարաշ, այսինքն մեր Մարաշը, Զեյթունը մենք երկար ժամանակ աշխատում ենք, իրանցից ցումք ենք բերել, իրանց հետ մեծ կապերի մեջ ենք եղել, հիմա էլ շարունակում ենք տարիներով այդ փորձառությունը ունենք, չեմ կարծում թե խնդիր է, ճիշտ ասած մեզ շատ վախեցնում են, թե սահմանը բացեցին, կան, լսվին, մեր տնտեսությունը կավիրվի, իրանք արագ կարգով տեղը զբաղեցնեն, մեր նիշը զբաղեցրած, բայց դրա համար ամեն երկիր իր հնարավորություն ունի, մեթոդները կան, պետք է ենթադրել, սահմանափակել մարդկանց այդ ազատությունը չի նշանակի ամենաթողություն, պետք է ինչ-որ չափով, մենք չէ որ Ֆրանսիայի պես երկիրը, Գերմանիայի պես երկիր, մենք չենք երթալ լսվին դեղ, սահմանային ինչ-որ հարաբերություն բդերանի, փոխհարաբերություն, մենք մինչև այսօր չենք գնա Թուրքիայում հող առնել, շենք առնել, նույնը կարող ենք սահմանել մեր արտաքին գործերի նախարարություն կարծեմ այդ ֆունկցիաներից տեղյակ է, ավելի լավ տեղյակ են, իրանք գիտեն ինչ որ կառավարեն։ Հետո մենք չենք գնա աշխարհի մեջ պուպու առնել փակված հասանք այսօրին էլի, փակված հասանք այսօրին։ Եվ շատ ափսոս կեղնի որ ինչ որ ժամանակ հետո նորից հուշի պես խոսանք Հայաստանի մասին, Գյումրու մասին, ինչ-որ խոսանք Վանի մասին կամ այս վերջերս նաև սկսեցինք Ղարաբաղի մասին խոսանք։ Իսկ չեք կարծում սահմանը բացելը մեզ ուղիղ կտանի դեպի այդ հուշերով Հայաստանի ցանկացած հատվածի մասին խոսելու համար։ Հա, ինչ կա, բնական է, մենք ես մեր բանի վրա շատ կզարմանամ, երբ որ մենք սա անելու համար մեզ պետք էր այսօր եղնենք ոչ թե 2 միլիոն ու կես, այլ լինենք 5 միլիոն։ Եթե հիմնայինք սովետական միության հետ, մեզնից կախված խնդիր է, սովետական միության տարածքի մեջ ուզբեկները եթե 26 միլիոնով բաժնվան, սովետական երկրից այսօր 40 միլիոն են, 38 միլիոն են։ Սա մեր կարևորագույն, մեր ամեն մեկից կախված խնդիր է, եթե մենք տեր չենք կանգնի մեր երկրին, եւ ով է մեղավոր, ամենքս մեր հերթին։ Տեսեք, եթե սահմանը բացվի Թուրքիայի հետ, հատկապես սահմանամերձ գյուղերում ես շատ եմ լինում, այդտեղ զրուցում են բնակիչների հետ, բոլորը միաբերան ասում են սահմանը բացվեց, այստեղ Արցախ 2 սցենարը իրականացվի, թուրքերը դավադրաբար կմտնեն, կսկսեն մարդկանց իրենց տներից հանելը, արդյոք չենք գալիս այն կետի վրա, եթե սահմանը բացվի, մենք էլի նույն շրջապատի մեջ ենք հայտնվել։ Ես չեմ կարծի թե սահման բացվել նշանակի անվերի ամենաթողություն, որ թուրքերը բրեկան լսվին։ Վերջը կա միջազգային մարդուն կարող ես թույլ տալ 10 օրով Հայաստանում գտնվել։ Իշխոր մենք ենթադրենք Եվրոպա կեստա սկսե 6 օր հետո վերադառնաց, թե չէ դեպորտ կնենք։ Մենք դից այդ ամբողջը մենք կարողանանք կառավարելի դարձնել։ Թե չէ ասենք ում էլ շանստան չեմ կարծում, ում էլ այդ տեսակ շանստան թե արեք մեր տները ապրեք, գրավեք, սաղնեք ու կանք գրավենք։ Չեմ կարծում, ես վերջը հիմի Հայաստան երկրի ստատուսը ավելի բարձր է, եթե մենք այսօր ավելի մեծ դեմք ունենք, մեր Փաշինյանի տեսքով է։ Իհարկե, չէ կառավարության Փաշինյանը ով է տեսել այդ կամ պրեզիդենտ ունենք, կամ նախագահ ունենք, ով է տեսել այդ աշճան ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, ով է տեսել, հա, ով է տեսել Էշտաս Ամերիկայի նախագահի ուսին
ձեր 10 կամ Իսկ տեսել եք, որ Ամերիկայի նախագահի այդ ձեր ասած քավորության փաստաթուղթ ստորագրվի, բայց օրեր անց այդ Ամերիկայի նախագահը չհիշի ստորագրող կողմերից մեկի անունը։ Հայաստանն էլ Ալբանիա անվանի։ Ես ճիշտ նման նախադեպ չենք ունեցել։ Հա, չէր եղել ընդհանրապես։ Ես չեմ կարծել, թե այդ Տրամպը այս իր այդ ամբողջ այդ բազմազբաղվածությունը կամ ամեն օր ու գիշեր ես հիշեր, թե մենք մի հատ նախագահ ունենք, ինքն էլ ինչ որ քսեր թե ալբանացի եմ, բայց չոր Տրամպս էլ մենք շատ այդ չարժի վիրավորվել այսինքն։ Չէ, ինքը բազմազբաղ աշխարհի տեր մարդ է, 2,5 միլիոն ժողովուրդ ենք, այդ իմ կարծիքով սա դարձնենք Բերնի ամենօրյա խոսքը այսպես էլ չարամտություն կերնի։ Ինչ որտեղ զիջող եղնես իր այդ կարծիքը հաշվի առնես, թող ճանապարհը բացվի, թող պատերազմ չեղնի, թող խաղաղություն եղնի, թող ինքն էլ շփոթած եղնի Հայաստանի տեղը Ալբանիա սա դեռ ես չեմ կարծել թե տրագեդիա սարքենք ու դրա համար ասենք կանենք Ամերիկային նոտատանկ տեսին չուսեցիր ինգեշ Տրամփ հետը չի եղնի չէ Պարոն Գասպարյան, վերադառնանք ձեր գործարանին, արդյոք ունեք օտար երկրացի աշխատողներ այստեղ, որովհետև գիտենք, որ հիմնականում Հնդկաստանից այստեղ սովորող ուսանողները լավագույն աշխատուժն են Հայաստանի շուկայի համար, արդյոք դա ձեզ մոտ այդ этаպը եղել է։ Ճիշտ ասած, մեր մոտ այս տեխնոլոգիան ներդնողներ եղել են Թայվանից, Չինաստանից, մեր մոտ գլխավոր տեխնոլոգը մեզ սորվեցնող եղել է Ալևի Մարաշ քաղաքից, այդ թուրք, որը Ալևիները կարծեմ տեղակ եք, իրանք այդ դավանափոխ եղած մուսուլմաններ, ավելի մոտ քրիստոնյաներին։ Իսկ հնդի աշխատողները չեմ կարծել իրանք լավագույնն են, որովհետև այդ մարդիկ չէ, իրանք էժան չեն, այսօր չեմ կարծել իրանք էժան են։ Տեքստիլ ոլորտը ինքը էժան աշխատուժի կարիք շատ կա, բայց իրանք այդքան էլ էժան չեն, կարող է շինարարության մեջ էժան են։ Հետո մասնագիտություն է։ Մենք մի քանիսին բերեցինք այդ շինարարության ժամանակ, բայց շատ դժվար էր այդ մարդկանց, չգիտեմ, մենք չկարողացանք, կարող է սխալ ենք վերաբերվել, իրանց չեն կարող։ Կամ իրար լեզու չեք հասկացել։ Ես չեմ կարծել, թե իրանք այդպես շատ մեծ, ավելի էժան աշխատուժ կա, Բանգլադեշ կա, ավելի էժան է, կամ այս վերջերս, բայց Հայաստան, Աֆղանստան այդպես հարաբերություն չկա, Աֆղանստան աշխատավարձը $30-40 է, գնաս Աֆղանստանից մարդ բերես։ Չէ, դե իրենք այստեղ բժշկական ինստիտուտում են։ Դե ինստիտուտ սորվող ուսանողին ինչ բերեմ աշխատեմ, եթե ինքը ուսանող է, ճիշտ ասած, մեր մոտ եկան զարմանալի էր, մարդկար երկու հատ բան կար, թանկարժեք հեռախոս կար մարդկանց ձեռքում, բայց չէ որ իրանք 5-6 հազար դրամով օրական աշխատեին։ Իսկ ինչքան եք վարձատրում ձեր բանվորներին, ինչքան է միջին աշխատավարձը ձեր ֆաբրիկայում։ Դե մեր ֆաբրիկան մինչև հիմա այդ խնդիրը ունենք, գիշերվա 12-ից մինչև 8-ը մենք չենք կարող աշխատող ճարել, այնտեղ աշխատավարձը կրկնակի է։ Սովորաբար միջին աշխատավարձը առանց հարգերի 120,000 դրամ սովորական աշխատողներն են, ավելի բարձր կլասիֆիկացիան մինչև 160-200,000, բայց եթե գիշերը կաշխատեք 160-ը կդառնա 320 կամ 360, այսինքն 360,000 այսօր համարյա $1,000 է, ու այդ ժամը մեր մոտ կրճատված է, ոչ թե 8 ժամ է, համարյա 7 ժամ աշխատանք այն օրը, քանի որ առավոտ 8-ին քուկան 4-ին կերտան, 1 ժամ պակաս կաշխատեն։